Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 10-ի համար։ Նաև ուզում եմ նշել և զգուշացնել, որ տարվա ծնված նշանները այդ ալիքը կլինի միայն շաբաթական, մոմոս վառեմ, ինչու եմ այդպես մտածում, դեք ինչ եկել եմ արհեստանոց, ասում եմ առաջինը մոմոս վառեմ, որ չմոռանամ ու այդպես էլի մոռացա։ Նախ բավականին շատ տեղեկատվություն եմ ձեզ տալիս, այդքանը չեք հասցնում յուրացնել, այդքանը չեք հասցնում նայել, հասկանալ ինչ է ձեզ հետ կատարվելու, ոնց որ օրինակ ես ինքս որ իմ մասին այդքան տեղեկատվություն լսեմ, ես կկարողանամ օրինակ շփոթել։ Իսկ այստեղ դուք նաև հնարավորություն ունեք ձեր 3 նշանը նայել, հա, ասցենդենտ, արևային եւ լուսնային նշանը։ 3 տարբեր տեղեկատվություն եք ստանում այստեղից։ Եվ ինձ թվում է դա ավելի լավ է։ Ես էլ ազատ ժամանակ կունենամ եւ օրինակ մոտ 30-40 րոպե եւ մեկ այլ գործերով կզբաղվեմ, հա, իմ գործերով կզբաղվեմ։ Քիչ ժամանակ չի դա իդեպ, որ մարդը ինչ որ մի բան կարողանա այդ ընթացքում անի։ Դա համար եւ ձեզ եմ, հա, հանգիստ թողնում եւ ինձ կներեք նախ շաբաթվանի մեջ արդեն դուք ամեն ինչ կարող եք տեսնել, պարզ կլինի ձեզ համար, այնպես որ բավականին շատ տեղեկատվություն եք ստանում ձեզ համար, ձեր կյանքի համար հենց մեկ օրվա մեջ, ինձ թվում է դա արդեն իսկ հերիք է։ Պլյուս շաբաթվա այդ ֆոնը ձեզ ամբողջությամբ բավական է, որ դուք կարողանաք հասկանալ, թե ինչ է կատարվելու ձեզ հետ այդ շաբաթ։ Եվ այսա նայելուց հետո արդեն կարող եք նայել թվագիտության ալիքում կտեղադրեմ, սրանից հետո տեսեք ազատ ժամանակ այդ 30-40 րոպեն ես կգնամ տուն եւ կխոսեմ այն հավանական տեխնացուի մասին, որ կլինի վարչապետ, ես վերլուծություն անելու եմ թվագիտությամբ առանց որևիցե, նայել եմ իրենց այս տարիների ընկած ժամանակահատվածը, թե իրենք կարողանան ղեկավարել, թե ոչ։ Եվ ձեզ կասեմ, որովհետև տարիներ կան, որ մարդիկ ուղղակի այդ տարիները իրենց մոտ շատ դժվար է ապրելը եւ դժվար է նաեւ ինչ որ մի բան ստեղծելը, ինչ որ երկիր կառավարելը։ Դրա համար այստեղ լավ կլինի դրանից հետո նայեք եւ իմանաք մոտավորապես ով է լինելու։ Չնայած ես գիտեմ ով է լինելու, որովհետև յուրաքանչյուր ընտրություններին է այդպես, յուրաքանչյուր ընտրություններ ամեն մեկը դասավորում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Բայց մենք գնայենք, միգուցե եւ ինչ որ ավելի հզոր մեկը լինի, չնայած որ չեմ պատկերացնում։ Եվ իդեպ այսօր առավոտյան ես մեկնաբանություն եմ կարդացել, որ ինձ դուր չի եկել, դա գրել էր իմ հետևորդուհին, որ չեմ հասցրել նայել, կնայեմ ձեր բոլոր տեսանյութերը։ Ինձ թվում է բոլոր տեսանյութերը նայել ու կարիք չկա, դա բոլորին եմ ասում, ով որ չի հասցրել նայել, ես երբեք չեմ մուրացել դիտողականություն, ես ձեզ ընդհանրապես խնդրում եմ, որ շնորհակալությամբ փոխարեն լայք դնեք եւ դրանով առաջ տանեք ալիքը, այլ ոչ թե խնդրել եմ նայեք, միևնույն է ձեր նայելուց ինձ ոչինչ չի գալիս։ Բացարձակապես, որտեղ դուք Հայաստանից եք նայում եւ Հայաստանից ինձ ոչինչ չի գալիս եւ նախքին տեսանյութերը նայելը ընդհանրապես իմաստ գոյություն չունի։ Պարտադիր չի նայել։ Յուրաքանչյուրին է դա վերաբերվում, ոչ միայն այդ մեկնաբանությանը։ Ես շատ եմ կարդում նման մեկնաբանություններ, որ գրում եք, որ նախկինը գնայենք, դա ինձ համար ոչինչ չի տալիս։ Դրանք ամենօրյա կանխատեսումներ են, որ եթե այսօր չնայեցիր, վաղը ոչ wokis պետք չի։ Ես երբեք չեմ նայում, օրինակ, թե փետրվարի 5-ին ինձ ինչ էր սպասում։ Նման բաներ գոյություն չունեն։ Եվ պետք չի ինձ, եթե ուզում եք ինչ-որ ձևով լավություն անեք, որ իմ ալիքները առաջ գնան եւ ձեզ համար նորից էլի պատրաստվի տեսանյութեր, դրանք միայն լայքերն են։ Ինձ դիտողականություն ես երբեք չեմ խնդրել։ Ես ձեզ ասում եմ լայքերի շնորհիվ մարդիկ կտեսնեն եւ ինքն իրան կնայեն, թե մեկ անգամ, երկու անգամ, 10 անգամ տարբեր ալիքներով նայելը իմաստ գոյություն չունի։ Միևնույնն է, ձեր նայելուց ինձ ոչինչ չի գալիս։ Ես ձեզ շատ եմ ասել դրա մասին, ուղղակի դուք չեք լսում, որ դուք Հայաստանից եք ինձ նայում, դա ինձ ոչինչ չի տալիս, ոչինչ, ոչ գումար, ոչինչ,
Այ եթե լայք եք այդ տեսանյութը առաջ կգնա։ Եթե ուզում եք այդպես, թե չէ մեկ հոգի ավել նայած, մեկ հոգի պակաս նայած, դա ինձ ոչինչ չի տալիս։ Դա ձեզ համար է, որ հետագայում շարունակվի տեսանյութերը, ուրիշ ոչինչ։ Ինձ համար չէ։ Ես շատ հեշտությամբ կրճատում եմ տեսանյութերը։ Ահա, այսքանը նոր էլի ուղղակի մյուս հեռախոսով Facebook-ում էի, հիշեցի, դրա համար այս թեման բարձրաձայնեցի, որովհետև շատ եմ տեսնում իրոք, որ նայում եք մի քանի ալիքներով, մի քանի, դա իրոք ոչինչ չի տալիս։ Ես շնորհակալ եմ ձեզ դրա համար, բայց դա ինձ ոչինչ չի տալիս։ Ինձ պետք է որ լայք լինի, որ YouTube-ը հասկանա, որ այն ինչ որ այս ալիքում կատարվում է, հետաքրքրում է մարդկանց։ Ոնց որ դա այս ինչ լավն էր, այդ դա եք, որ լայքում, որ այս ինչ լավ տեսանյութեր են, որ լայքում եք, որ YouTube-ը հասկանում է, որ հա մարդը ինչ որ անում է, մարդկանց դուր է գալիս, կարելի է այս ալիքը տարածել, որտեղ դա մեխանիզմ է, ընդհանրապես ուրիշ ոչինչ։ Դիտելը ավել պակաս ձեր լայքերից մարդիկ կգան կդիտեն։ Հա, պետք չի դուք ձեզ տանջեք, ինձ էլ հետը տանջեք, ինձ էլ վատ դրության մեջ դնեք, որ դուք մի քանի անգամ եք նայում տեսանյութերը կամ եւ այլն։ Ձեզ էլ անհետաքրքիր։ Դրանով դուք ոչինչ չեք փոխի, ոչինչ։ Ուղղակի մարդը պետք է գիտակցված ալիքին առաջ տանի, ուրիշ ոչինչ։ Եթե մարդը չի ուզում դա անել, դուք ուզում եք 1000 անգամ նայեք։ Միևնույնն է, դա ինձ օգուտ չկա։ Եվ YouTube-ը այնպեսի սխեմա է, որ տեսնում է, որ նույն հեռախոսն է։ Նույն ալիքը փոխվեց, մյուս ալիքով նայեցիք։ Եթե թեկուզ երկու հեռախոսով է, միևնույնն է։ Միևնույնն է, ես էլ եմ ասում, շնորհակալ եմ ձեզ դրա համար, բայց դա ինձ ոչինչ չի տալիս։ Առաջ գնալու համար ալիքը միմիայն լայքերը։ Ոնց որ ասում ես պետք է օրինակ հա ես լինեմ YouTube-ի տերը, հա, ես պետք է տեսնեմ, որ իմ ապրանքը վաճառվում է, որ ես էլի արտադրեմ, չէ՞, ես տեսնում եմ այդ ապրանքը չի վաճառվում, ես կանգնացնում եմ վերջ։ Ես ոնց որ չէ տեսնում եմ, որ ինչ որ բան եմ հրապարակում, դա դուր չի գալիս, ես կանգնացնում եմ։ Այ չեմ կարող կանգնացնեմ այն տեսանյութը, որը հրապարակվել է տարիների ծնվածների համար, որտեղ դա 12 նշան էր։ Թե չէ թե մեկը լիներ, ես արդեն կանգնացրել էի։ Այսքանը լավ, արդեն շատ երկարացրելսի կնայենք արդեն կանխատեսում եմ, պես որ չինական հորոսկոպի այդ ալիքում կլինի միմիայն շաբաթական կանխատեսում։ Իսկ հիմա գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 10-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը աշխատանքի հետ կապված այստեղ կամ պատվեր եք անում, տալիս եք արդեն վերջ, այդ պատվերը հեռանում է ձեզանից, կամ սա նաև աշխատանքի վայրից ինչ որ մեկը կարող է գնալ։ Նաև պետական աշխատող է, ում այդ գործերը կարող եք ավարտել եւ իրարից բաժանվել։
Հեռախոսազանգ կստանաք, ունեք թաքուն գործողություններ կամ թաքուն սիրավեպ, գումար կստանաք, այստեղ չէ գումարը չեք կարողանում ստանալ այդ օրը, եւ սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց կսպասեք կամ ինչ-որ բանի կսպասեք, այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 10-ին։ Հարգելի ցուլեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաև ունեք այստեղ ավելի շուտ կարթնանաք քնից, նաև կարող երկար քնել, չնայած որ դա անգնում ավելի ոնց որ շուտ է մարդը վեր կանում։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ունեք թաքուն գործողություններ կամ թաքուն սիրավեպ, հրավերք առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք առիթի, գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 10-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը գաղտնիք կբացահայտվի, նաև երեխաների հետ կապված ոչ թե հարցեր են, որոնք որ կլուծեք այդ օրը։ Եվ կամ հղիությունը, ծննդաբերությունը առիթ է, կարող գնալ երեխաների առիթին, եւ այստեղ նաև ինչ որ վերջնական որոշում կկայացնեք կամ նաև կավարտեք ինչ որ բաներ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 10-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում ունեք, ինչ-որ մարդկանց հետ կամ ինչ-որ մեկի հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, սպասման մեջ կլինեք, միգուցե հիվանդանոցում է, միգուցե ինչ-որ բժշկական կենտրոնում է, այդպես այնտեղ կարող եք սպասել, սպասելուց հոգնում եք, գլխացավ եք ունենում, ունեք թաքուն սիրավեպ այդ օրը, թաքուն գործողություններ, նաև ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, որևիցե հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան է ձեր օգտին ավարտվելու, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, դա է ցույց է տալիս, որ ինչ-որ միտեղ երկար մնալու եք։ Եվ նաև այդ օրը ինչ-որ կամ ձեր տանն է առիթ, կամ դուք եք առիթ ստեղծում, կամ գնում եք առիթի, հրավերք ունեք առիթի եւ շատ երջանիկ եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 10-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից բաժանում է նշանակում, ինչ-որ մեկից հեռացում, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որ չուշանաք, հնարավոր է նաև ժամեք նոր պայմանավորվում այդ օրը։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, օձերի հետ կվիճեք, կգորգրաք, դուրնետ չի գա, հա, եւ կսկսեք վիճել, կարող եք ձեզ տիրապետել նաև, չնայած օձերի հետ ով է կարում իրան տիրապետի, որ դուք էլ տիրապետեք։ Եվ օրվա ընթացքում կարող եք պարկել հանգստանալ կամ ցանկանալ պարկել հանգստանալ կամ սա նաև ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 10-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք ունեն ժամադրություն սիրային, ոմանք հանդիպում պայմանավորվածություն իրենց հարազատների հետ, օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ են։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ձեր ցանկությունները կիրականանան, բայց ինչ-որ մի բան է այստեղ ձեզ ցավ տալիս։ Չգիտեմ ինչն է, սպասելու եք ինչ-որ մեկին, ժամ եք պայմանավորվել և կսպասեք, ուշանում է։ Կամ այդ օրը ժամ կպայմանավորվեք ինչ-որ մեկի հետ և ինչ-որ մեկին էլ սպասում եք, ոնց որ դա կարող է երկու տարբեր մարդիկ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 10-ին։ Հարգելի կշառքներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, ինչ-որ բանից եք հիասթափվում, ինչ-որ հենց դա ձեզ ցավ է տալիս, բայց դուք կարողանում եք այն հաղթահարել այդ օրը։ Նաև տհաճ պահեր կան։ Ոմանք նվեր կգնեն ինչ-որ մեկի համար, նվեր կստանաք, դա կարող է լինել յուրաքանչյուր բան։ Եվ ուրախ կլինեք մյուս կողմից էլ, տրամադրությունը բարձր է լինում, որովհետև առիթ ունեք, կամ պետք է գնաք կամ հրավիրեն այդ օրը ձեզ, կամ ձեր տանն է այդ առիթը։ Ինչ-որ պահեր են այստեղ, որ ձեզ մինչև այդ առիթը գնալը երևի ցավ են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 10-ին։ Հարգելի կարիճներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրոխոստովանություն անեն, ստանան, շատ սեր ստանաք,
Ձեր հարազատների հետ լինեք, նորություն կլսեք այդ օրը, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու և պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Կարող է դա լինել հիվանդանոց, բանկ և այլն, ինչ-որ տաղել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 10-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա։ Ոմանք շատ աշխատանք ունենան, աշխատանքի կընդունվեն այդ օրը, նաև հանդիպում պետական աշխատողի հետ և նաև ունեք սիրային ժամադրություն ոմանք է պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, կարող է պայմանավորվում եք և մեկը մյուսի տուն հյուր է գնում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 10-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, կամ առիթ է, որ պետք է գնաք, նաև ինչ-որ բան է ձեզ ցավ տալիս այդ օրը, միգուցե նաև տխրում եք, այդ ցավի հետ կարող է կապված լինի, տխրում եք այստեղ կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, ինչ-որ բանից, և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը։ Գումարի մասին կխոսեք, գումար կծախսեք, ինչ-որ մեկին կվճարեք, հեռախոսազանգ ունեք, հույսով լցված եք օրինակ այդ ցավը միգուցե որ կամ կանցնի կամ ճիշտ չի կամ նման ինչ-որ մի բաներ և տատանվում եք։
ընտրության առջև կանգնած կլինեք, ինչ-որ մի հարց է, որը տանջում է ձեզ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 10-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ գործեր կմնան չեք հասցնում ավարտել, հանդիպում ունեք, սպասում եք, միգուցե որ հանդիպեք տվյալ անձնավորությանը, նաև սեղանի շուրջ եք նստելու, և այստեղ օձերը ձեզ տրամադրությունը գցում են իրենց արարքով, իրենց ասածով, այդպես տրամադրության վրա ազդում են։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 10-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կվերջացնեք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք, այստեղ որը մի փոքր երկայք է, ինչ-որ բան ձեզ երջանկացնում է, չգիտեմ, այստեղ արտասուք ունեք, բայց արտասուքը երջանկությանն է, թե մյուսը։ Ունեք մյուս կողմից երջանկություն, մյուս կողմից ցավ։ Ինչ-որ մի բանը ձեզ ցավեցնում է, ինչ-որ մի բանը երջանկացնում է։ Օձեր կան, բամբասանք, չար խոսակցություններ, այդպես։ Նաև հուզվում եք, նաև արտասվում եք, ժամ կպայմանավորվեք այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք։ Եվ նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն կունենաք այդ օրը։ Երեխաների հետ կապված հարցեր են, հղիություն, ծննդաբերություն կամ թորներն են գալիս, երեխաներն են գալիս, ինչ որ բան է կապված երեխաների հետ։ Միգուցե հենց երեխաների հետ գնում եք տեղ, հա, նաև սա դա կարող է ցույց տալ։ Եվ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը այստեղ։
Կամ կայցելեք նման կենտրոն։ Նոր է, հա գնում եք, իմանում եք երեխայի սեռը կամ որ հղիեք։ Դա ինչ ասես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։